Թվոց գիրքը եբրայերեն Բեմիդբար, որը նշանակում է անապատում, Հնգամատյանի 4-րդ գիրքն է։ Այն ներկայացնում է Իսրայելի ժողովրդի 40-ամյա դեգերումները Սինա լեռից մինչև Մովաբի դաշտավայր ավետյաց երկրի Շեմին, տորև ներկայացված է գրքի մանրամասն բացատրությունը ըստ հիմնական փուլերի և բովանդակության։ Մաս առաջին. Նախապատրաստություն Սինա լեռան մոտ, գլուխներ 1-ից մինչև 10։ Այս բաժնում Աստված կազմակերպում է ժողովրդին որպես սուրբ բանակ և համայնք, մարդահամար և բանակի կարգը, գլուխներ 1-ից մինչև 4։ Աստված պատվիրում է հաշվառել 20 տարեկանից բարձր բոլոր տղամարդկանց, ովքեր պիտի զինվորագրվեին, ղևտացիները չեն ներառվում ընդհանուր հաշվառման մեջ, քանի որ նրանց գործը խորանի սպասավորությունն էր, յուրաքանչյուր ցեղ ստանում է իր հստակ տեղը բանակատեղիում, խորանի շուրջը։ Մաքրության օրենքներ, գլուխներ 5-ից մինչև 6։ Սահմանվում են օրենքներ բանակի սրբության պահպանման համար, ներառյալ բորոտների մեկուսացումը և ուխտի դրժման հատուցումը։ Այստեղ է նկարագրվում նաև նազիրության ուխտը և հնչում է հայտնի քահանայական օրհնությունը. Տերը օրհնի քեզ և պահպանի քեզ, նվիրագործում և մեկնում, գլուխներ 7-ից մինչև 10։ Իշխանները մատուցում են իրենց ընծաները խորանի համար։ Նկարագրվում է Պասեքի տոնակատարությունը և այն ամպի ու կրակի սյունը, որն առաջնորդում էր ժողովրդին։ Գլուխ 10-ում հնչում են արծաթե փողերը, և Իսրայելը վերջապես շարժվում է Սինա լեռից։ Մաս երկրորդ. Դժգոհություններ և ապստամբություն, գլուխներ 11-ից մինչև 25։ Դա գրքի ամենաողբերգական մասն է, որտեղ հին սերունդը դրսևորում է անհավատություն, տրտունջ և Մարիամի ու Ահարոնի ընդվզումը, գլուխներ 11-ից մինչև 12։ Ժողովուրդը դժգոհում է սննդից կարոտելով Եգիպտոսի սխտորն ու սոխը։ Մարիամն ու Ահարոնը քննադատում են Մովսեսին, ինչի պատճառով Մարիամը ժամանակավորապես բորոտությամբ է պատժվում։ 12 լրտեսները և անհավատությունը, գլուխներ 13-ից մինչև 14։ Քանանը հետախուզելուց հետո 10 լրտեսներ վախեցնում են ժողովրդին և միայն Հեսուն ու Քաղեբն են հավատում հաղթանակին։ Ժողովուրդը ըմբոստանում է, և որպես պատիժ Աստված հայտարարում է, որ այդ սերնդից ոչ ոք, բացի Հեսուից և Քաղեբից, չի մտնի ավետյաց երկիր։ Նրանք 40 տարի կթափառեն անապատում։ Կորխի ապստամբությունը, գլուխներ 16-ից մինչև 17։ Մի խումբ ղևտացիներ և իշխաններ վիճարկում են Մովսեսի և Ահարոնի իշխանությունը։ Երկիրը բացվում և կուլ է տալիս ապստամբներին։ Ահարոնի գավազանի ծաղկումը վերջնականապես հաստատում է նրա քահանայական ընտրությունը, Մարիամի և Ահարոնի մահը, պղնձե օձը, գլուխներ 20-ից մինչև 21։ Մովսեսը սխալվում է ժայռին հարվածելով խոսելու փոխարեն և զրկվում է երկիր մտնելու իրավունքից։ Ժողովրդի հերթական տրտունջից հետո Աստված օձեր է ուղարկում, իսկ փրկության համար Մովսեսը պատրաստում է պղնձե օձը, Բաղաամի էշը և օրհնությունները, գլուխներ 22-ից մինչև 25։ Մովաբի թագավոր Բաղակը վարձում է մարգարե Բաղաամին Իսրայելին անիծելու համար, սակայն Աստված ստիպում է նրան միայն օրհնություններ հնչեցնել։ Այնուամենայնիվ իսրայելացիները մեղանչում են մովաբացի կանանց հետ, ինչը հանգեցնում է նոր պատժի։ Մաս երրորդ. Նոր սերունդը և պատրաստությունը մուտքին, գլուխներ 26-ից մինչև 36։ Երկրորդ մարդահամար, գլուխ 26։ Հաշվառվում է նոր սերունդը, որը պիտի ժառանգի երկիրը։ Հեսուի նշանագումը և դոները, գլուխներ 27-ից մինչև 29։ Հեսուն հռչակվում է Մովսեսի հաջորդը, վերահաստատվում են զոհաբերությունների և տոների կարգերը, հաղթանակ մադյանացիների նկատմամբ և հողաբաժիններ, գլուխներ 31-ից մինչև 36։ Իսրայելը հաղթում է Մադյանին Ռուբենի, Գադի և Մանասեի կեսցեղը թույլտվություն են ստանում բնակվել Հորդանանի արևելյան ափին։ Գիրքը ավարտվում է սահմանների հստակեցմամբ և ապաստանի քաղաքների նշանակմամբ։ Ամփոփում. Թվոց գիրքը ցույց է տալիս երկու հիմնական իրողություն. Առաջին մարդկային թերահավատությունը և դրա հետևանքները 40 տարվա դեգերում, երկրորդ Աստուծո հավատարմությունը իր ուխտին։
Չնայած ժողովրդի մեղքերին, Աստված չլքեց նրանց, կերակրեց մանանայով և հասցրեց ավետյաց երկրի դռների մոտ, թվոց գրքի աստվածաբանական նշանակությունը խորն է և բազմաշերտ։ Այն ոչ միայն պատմական ժամանակագրություն է, այլև հոգևոր դասագիրք Աստծո սրբության և մարդու անհնազանդության փոխհարաբերության մասին, տորև ներկայացված է գրքի բոլոր հիմնական բաժինների աստվածաբանական մանրակրկիտ վերլուծությունը։ 1. Կարգուկանոնի և սրբության աստվածաբանությունը, գլուխներ 1-ից մինչև 10։ Այս գլուխներում Աստված ներկայանում է որպես կարգի Աստված, Աստծո ներկայությունը կենտրոնում։ Ցեղերի դասավորությունը Խորանի շուրջ խորհրդանշում է այն գաղափարը, որ Աստված պետք է լինի ժողովրդի կյանքի կենտրոնը։ Առանց Աստծո Իսրայելը պարզապես ամբոխ է, նրա հետ այն կազմակերպված բանակ է։ Սրբության տարածքը Ղևտացիների առանձնացումը ցույց է տալիս, որ սրբությանը մոտենալը պահանջում է միջնորդություն և հատուկ պատրաստվածություն։ Դա հիշեցնում է մարդու մեղավորության և Աստծո բացարձակ սրբության միջև եղած անդունդի մասին։ Նազիրության ուխտը, գլուխ 6։ Սա կարևոր աստվածաբանական շեշտադրում է, որ սրբությունը միայն քահանաների մենաշնորհը չէ։ Ցանկացած անհատ կարող էր իրեն նվիրաբերել Աստծուն, ինչը նախապատկերն է քրիստոնեական ընդհանուր քահանայության։ 2. Անապատի փորձության և տրտունջի աստվածաբանությունը, գլուխներ 11-ից մինչև 14։ Այստեղ բացահայտվում է մարդկային բնության տկարությունը, տրտունջը որպես մեղք։ Իսրայելացիների դժգոհությունը սննդից կամ դժվարություններից աստվածաբանորեն դիտվում է որպես անհավատություն, տրտունջը ոչ թե պարզապես բողոք է, այլ Աստծո բարության և նրա խոստումների կասկածի տակ դնում։ Անհավատության հետևանքը, գլուխ 14։ Լրտեսների պատմությունը ցույց է տալիս, որ Աստծո խոստումը, ավետյաց երկիրը պահանջում է մարդու հավատքի պատասխանը։ Աստված հարգում է մարդու ընտրությունը։ Քանի որ նրանք վախեցան և չուզեցին մտնել, Աստված թույլ տվեց, որ նրանք մնան անապատում։ Սա սովորեցնում է, որ մեղքը կարող է հետաձգել օրհնության իրականացումը։ 3. Իշխանության և ընդվզման աստվածաբանությունը, գլուխներ 16-ից մինչև 17։ Աստվածապետություն, թեոկրատիա։ Կորխի ապստամբությունը ցույց է տալիս, որ հոգևոր իշխանությունը բխում է Աստծուց, այլ ոչ թե ժողովրդավարական ընտրությունից։ Ահարոնի ծաղկած գավազանը խորհրդանշում է Աստծո կողմից ընտրված կյանքի հաղթանակը մահվան և ըմբոստության նկատմամբ։ 4. Զոհաբերության և փրկության խորհրդանիշները, գլուխներ 19-ից մինչև 21։ Այս հատվածը հարուստ է քրիստոսաբանական նախապատկերներով, կարմիր երինջի մոխիրը, գլուխ 19։ Սա մաքրագործման ծես է, որն անհրաժեշտ էր մահվան հետ շփումից հետո։ Աստվածաբանորեն այն մատնանշում է Քրիստոսի արյամբ մաքրվելու անհրաժեշտությունը, ով մեզ մաքրում է մեռյալ գործերից։ Պղնձե օձը, գլուխ 21։ Սա գրքի ամենահայտնի պատկերն է։ Ինչպես օձի խայթոցից թունավորվածները փրկվում էին նայելով բարձրացված պղնձե օձին, այնպես էլ մարդկությունը փրկվում է նայելով խաչված Քրիստոսին, Հովհաննես 3:14։ Սա սովորեցնում է, որ փրկությունը գալիս է հավատքի հայացքով, այլ ոչ թե սեփական արժանինքներով։ 5. Աստծո ինքնիշխանության և օրհնության աստվածաբանությունը, գլուխներ 22-ից մինչև 25։ Բաղամի պատմությունը։ Սա ցույց է տալիս, որ Աստված տիրապետում է նույնիսկ հեթանոս մարգարեներին և թշնամի ազգերին, Աստված թույլ չի տալիս անիծել իր ժողովրդին, որովհետև նրա օրհնությունն անդառնալի է։ Աստվածաբանական կարևոր դասն այն է, որ արտաքին թշնամին չի կարող հաղթել Իսրայելին, քանի դեռ Իսրայելը ներսից հավատարիմ է Աստծուն։ 6. Հույսի և ժառանգության աստվածաբանությունը, գլուխներ 26-ից մինչև 36։ Նոր սերունդ։ Մարդահամարը ցույց է տալիս, որ Աստծո ծրագիրը չի ձախողվում մարդկանց սխալների պատճառով, հին սերունդը մեռնում է, բայց Աստված պատրաստում է նոր սերունդ։ Աստծո հավատարմությունը։ Գիրքը ավարտվում է հողերի բաժանման պատրաստությամբ։ Սա ապացույցն է այն բանի, որ Աստված պահում է Աբրահամին տված իր խոստումը, նույնիսկ երբ ժողովուրդը թերանում է։ Եզրակացություն։ Թվոց գրքի աստվածաբանական առանցքը անապատի դպրոցն է։ Անապատը մի վայր է,
որտեղ մարդը մերկանում է իր ինքնավստահությունից և սովորում կախված լինել միայն Աստծուց։ Այն սովորեցնում է, որ սրբությունը ոչ թե բեռ է, այլ կյանքի պայման Աստծո հետ քայլելու համար։ Եկեք մանրամասնորեն դիտարկենք, թե ինչպես է թվոց գիրքը կապվում Նոր Կտակարանի հետ և ինչ քրիստոսաբանական պատկերներ է այն պարունակում։ Այս կապերը օգնում են հասկանալ, որ անապատի պատմությունը պարզապես անցյալի դեպք չէ, այլ հոգևոր ուղեցույց քրիստոնյայի համար։ 1. Քրիստոսը որպես պղնձե օձ, թվոց 21 և Հովհաննես 3։ Սա ամենաուղղակի և կարևոր աստվածաբանական կապն է, որը հաստատել է հենց ինքը Հիսուս Քրիստոսը, իրադարձությունը։ Անապատում ժողովուրդը մեղանչեց, և Աստված ուղարկեց թունավոր օձեր։ Մովսեսը Աստծո հրամանով բարձրացրեց պղնձե օձը ձողի վրա, և ով նայում էր դրան փրկվում էր մահից։ Նոր Կտակարանյան իմաստը Հովհաննեսի ավետարանում 3:14 ասվում է. «Եվ ինչպես Մովսեսը անապատում բարձրացրեց օձը, այնպես պետք է բարձրանա մարդու որդին»։ Աստվածաբանությունը Ինչպես պղնձե օձը ուներ օձի տեսք, բայց չուներ թույն, այնպես էլ Քրիստոսը եկավ մեղավոր մարդու նմանությամբ, բայց առանց մեղքի։ Փրկությունը գալիս է ոչ թե մարդու ջանքով, այլ հավատքով նայելով խաչվածին։ 2. Անապատի սերունդը որպես նախազգուշացում Ա Կորինթացիս 10 Պողոս առաքյալը թվոց գրքի իրադարձությունները օգտագործում է որպես հոգևոր հայելի քրիստոնյաների համար։ Կապը Պողոսը հիշեցնում է իսրայելացիների տրտունջը, կռապաշտությունը և անբարոյականությունը, Բաղաամի և Փեգովրի դեպքերը։ Աստվածաբանությունը Առաքյալը շեշտում է, որ այս ամենը պատահեց նրանց որպես օրինակ մեզ համար, նա զուգահեռ է անցկացնում։ Նրանք անցան անպիտակով, մկրտություն և կերան հոգևոր կերակուր, մանանա, բայց շատերը չհաճեցրին Աստծուն։ Սա զգուշացում է, որ արտաքին ծեսերը չեն փրկում, եթե չկա սրտի հավատարմություն։ 3. Քրիստոսը որպես ծագող աստղ, թվոց 24 Բաղաամի մարգարեություններից մեկը համարվում է ամենահին մեսիական կանխասացություններից մեկը։ Մարգարեությունը մի աստղ է ծագելու Հակոբից և մի գավազան է վեր կենալու Իսրայելից, թվոց 24:17։ Կապը Սա մատնանշում է Քրիստոսի թագավորական իշխանությունը։ Հետաքրքիր է, որ մոգերը, ովքեր եկան արևելքից Քրիստոսին երկրպագելու, հավանաբար ծանոթ էին հենց Բաղաամի այս մարգարեությանը, որը պահպանվել էր արևելքում։ 4. Հանգստի աստվածաբանությունը Եբրայեցիս 3 և 4 Եբրայեցիների թղթի հեղինակը երկար վերլուծում է, թվոց գրքի 14-րդ գլուխը, անհավատության պատճառով երկիր չմտնելը։ Իմաստը Անապատում թափառելը խորհրդանշում է հոգևոր անհանգստությունը և Աստծուց հեռացումը։ Աստվածաբանությունը Ավետյաց երկիրը, Քանանը, նախապատկերն է այն հոգևոր հանգստի, որը հավատացյալը գտնում է Քրիստոսի մեջ։ Ինչպես հին Իսրայելը չմտավ հանգստի մեջ անհավատության պատճառով, այնպես էլ քրիստոնյան պետք է զգույշ լինի, որպեսզի հավատքով հասնի հավիտենական խոստմանը։ 5. Քահանայական միջնորդությունը Թվոց գրքում Ահարոնը կանգնում է մեռելների և ողջերի միջև բուրվառը ձեռքին, որպեսզի կանգնեցնի պատուհասը, թվոց 16։ Կապը Սա Քրիստոսի որպես մեծ քահանայապետի կատարյալ պատկերն է։ Նա իր աղոթքով և զոհաբերությամբ կանգնեցնում է մեղքի պատժի ընթացքը և կյանք պարգևում մարդկությանը։ Ամփոփում Թվոց գիրքը Նոր Կտակարանի լույսի ներքո դառնում է մի պատմություն այն մասին, թե ինչպես է Աստված իր ժողովրդին առաջնորդում այստեղից, ստրկությունից, աշխարհից, դեպի այնտեղ, խոստացված երկիր երկնային արքայություն։ Անապատը մաքրագործման վայր է, որտեղ հին մարդը պետք է մեռնի, որպեսզի նորը կարողանա ժառանգել խոստումը։